Ողջույն բոլորին, այսօր 2026 թվականի հունվարի 25-ն է արդեն, գրեթե ինչպես միշտ կեսգիշեր անց, եւ վերջապես եկավ ամենամեծ կինդերները բացելու ժամանակը։ Ես սրանց ճիշտ ասած ասում եմ Kinder Mega Max-ի, բայց իրանց անունը Kinder հսկա է։ Այստեղ գերմաներեն գրած է Kinder Liesen, Liesen նշանակում է հսկա։ Առաջի անգամ եմ բացում այս տարի այս չափի կինդերներ եւ շատ հետաքրքիր է, նախատեսված է աղջիկների համար վարդագույն փաթեթավորմամբ եւ տղաների համար կապույտ փաթեթավորմամբ։ Տարբեր թեմաներ են իր հետ կապ չունեցող, բայց ճիշտը որ ասեմ, ինձ ավելի շատ դուր է եկել աղջիկների համար նախատեսված կոլեկցիան։ Ինչի համար, որովհետեւ այստեղ տղաների համար նախատեսված կոլեկցիայի մեջ Պոկեմոնն է։ Եկեք միանգամից բացեմ, իսկ այնտեղ սառցե սիրտն է ցույց կտամ։ Այստեղ ես ճիշտ ասած դրել եմ փոքր Kinder ստանդարտ 20 գրամանոց, որպեսզի համակցության համար տեսնենք թե ինչքան մեծ է իրոք արժի կոչել հսկա։ Սա ինձ ավելի մեծ 200 գրամանոցն է, չէ, կներեք 100 գրամանոցն է։ 150 գրամանոց Հայաստանում դեռևս ես չեմ տեսել, բայց կա արտասահմանում եւ ամենամեծերը սրանք են 220 գրամանոց։ Եկեք միանգամից բացենք։ Սա աղջիկների համար նախատեսված Kinder հսկան է, որի թեման սառցե սիրտն է։ Եվ հենց դրա համար ճիշտ ասած, բայց եկեք ես մի փոքր տեղաշարժեմ հեռախոսը, որպեսզի ավելի հարմար լինի կոլեկցիան բացել տեսնելու համար։ Հիմա եկեք այս շոկոլադներից դնեմ մի կողմ, որ չխանգարի։ Եկեք այսպես անենք, սա աղջիկների համար է նախատեսված սառցե սիրտը եւ տղաների համար Պոկեմոնը։ Բայց մի հատ նայենք ամեն դեպքում, քանի որ առաջի անգամ բացում 220 գրամանոց, ժամկետը, այստեղ որոշակի ինֆորմացիա, տեղեկություն։ Դե արդեն ուղղակի նշանակում է անակնկալ, Liesen գերմաներեն նշանակում է հսկա եւ I ձու։ Նույնիսկ գույնային տարբերություն կա։ Ինձ շատ հետաքրքիր է ճիշտ ասած։ Սա եկեք դնենք մի կողմ, սա մեզ պետք չի, բայց համատելու համար միջև բացելը եկեք համատենք 3 չափսերը։ Մի րոպե համատենք ու անցնենք բացելուն։ Սա ստանդարտ 20 գրամանոց Kinder-ն են։ Սա Kinder Max-ին է 100 գրամանոց։ Եվ Kinder հսկա 220 գրամանոց։ Ինչպես ասեցի, նաև լինում է 150 գրամանոց, որը Հայաստանում ես դեռևս չեմ տեսել։ Սրանք մեզ պետք չեն։ Ասեմ, որ բացել եմ եւ 20 գրամանոցները, եւ բացել եմ Max-իները 100 գրամանոց եւ տղաների եւ աղջիկների համար նախատեսված, եւ հիմա հերթ հասավ հսկաներին։ Ուրեմն այստեղ սառցե սիրտն է եւ ամբողջ կոլեկցիան հավաքածուն կազմված է 4 ֆիգուրից։ Այնտեղ հիմա բացենք, նայենք եւ ընթացքում կներկայացնեմ կոլեկցիաները։ Դուրս եկավ Աննան։ Թեզան է սա, չեմ անում ճիշտ ասած։ Այս մուտիկը ես սիրում եմ, նայել եմ, բայց անունները խառնում եմ ճիշտ ասած։ Սա Աննան է, հա, ճիշտ եմ հիշում։ Հիմա տեսնենք ոնց ենք հավաքում, եկեք սկզբից նայենք իրենց փաթեթավորման, չէ, իրանց ներսի թուղթը, ընդհանուր հավաքածուն կազմված է 4 ֆիգուրից։ Մեծ Աննան, փոքր Աննան, մեծ Էլզան, փոքր Էլզան։ Փոքրները եւ չափը փոքր եւ տարիքով փոքրները ձնեմարդու հետ են, ձնեմարդու անունը այս բանին միջեր չեմ հիշում։
Գեղեցիկ է։ Ինչ եմ ավելի շատ հավանել այս թեման Աննայի Էլզայի, որովհետև իրանք ավելի շատ ձմռան հետ կապ ունեն։ Իսկ Պոկեմոնը, չգիտեմ ինչի պետք է հարցնում ար Կինդերին, ինչի համար է նոր տարվա Կինդերի համար ինքը ընտրել Պոկեմոն։ Բայց իրոք շատ գեղեցիկ է, շատ բարձ հավաքվեց, ասեմ։ Այս Աննան է։ Նայեք ինչ գեղեցիկ փեշ յուբկա ունի։ Ծաղկավոր, սիրուն, կանաչ, մուգ կանաչ է։ Ճիշտն ասած մի փոքր ինձ Աննայի կերպարը, այս կերպարը խարտյաշ ավելի շատ է դուր եկել։ Էլզային էլ եմ շատ հավանում, բայց Աննան մի փոքր ինձ ավելի շատ է դուր եկել։ Այստեղ իր հետ կա նաև այսպես ձյան փաթլի տեսքով դեկորներ, որոնց վրա փակցվում է Աննայի եւ Էլզայի, դրանք այստեղ անունները կա, չէ, միայն գրված է Դիսնեյ։ Փակցվում է Աննայի եւ Էլզայի պատկերները։ Frozen, սառցե սիրտը։ Գեղեցիկ է իրոք շատ։ Ես ոչ շատ եմ հավանում, բայց ճիշտը որ ասեմ, այս չափի Կինդերից կարար ավելի մեծ ֆիգուր դուրս գար։ Սա երևի ինքը 150 գրամանոց մեջ կտեղավորվեր, ճիշտն ասած, բայց ամեն դեպքում թեման շատ լավ է։ Վերջում գնահատեմ, ուղղակի ուզում եմ ես ամբողջ ասած մի հատ եմ մնում ընդհանուր, նա էլ բացենք, Պոկեմոնի թեման էլ բացենք ու ես կգնահատեմ։ Բայց արդեն իմ խոսքից երևի բոլորին պարզ եղա, որ ես ավելի շատ հավանել եմ Աննային, սառցե սիրտը։ Այստեղ Պոկեմոնն է։ Սա նախատեսված է եղել տղաների համար։ 3 ֆիգուրա իրանից ներկայացնում ես կոլեկցիան։ Հիմա բացենք, տեսնենք սա ինչ է հենց ներկայացնում։ Պոկեմոն։ Բայց գիտեմ, որ ամեն մեկը իր անուն ունի հերոսները, ճիշտն ասած։ Պիկաչուն դեղիներ։ Ես մոտ այնքան ճիշտն ասած չեմ հիշում, նայել եմ, ինչ որ թրոցիկ հիշում եմ, որոշ բաներ եմ նայել, բայց որ ասեմ այդպես տպավորված է, հա, նայեք, Պոկեմոն 3 ֆիգուրից է կազմված այս հավաքածուն։ Պարզ երևում է լավ։ Պիկաչուն հիշում եմ, որ դեղինի անունը Պիկաչու էր, մեզ դուրս եկա վարդագույն երգիչը։ Սա կատվի է նման։ Եթե չեմ սխալվում, սա ճապոնական ինչ-որ արևելյան ճապոնական մուլտ է և դրա հիման վրա Կինդերը որոշել է, որ պետք է հանի, ինչքան դետալ ունի այս տարբերակը, պետք է հանի երևի այսպես։ Սառցե սիրտ ինչքան հեշտ չէ հավաքեցին։ Սա ոնց որ մի քիչ ավելի շատ դետալներ ունի, բայց ոնց որ բարդ բան չկա։ Ոչ մի բարդ բան այստեղ չկար։ Գեղեցիկ է, ավելի մեծ է ոնց որ, հիմա նայենք։ Բարդությամբ իհարկե հակառակը մեծ չի։ Հա, այստեղ ինքը ունի պիտակներ, տարբեր 3 կերպարի տարբեր պատկերներով։ Գնանք այստեղ։ Հա, այստեղ դեռ ինչ-որ բաներ ունի, որոնք չեմ էլ։ Հա, սա այսպես, ինք պետք է հարմարացնենք։ Բեմ է։ Մի վարքյան տեսնեմ։ Ոնց է սա հավաքվում։ Դեռևս իմ համար անհասկանալի է։ Խորցեմ տեսախցիկի առաջ հավաքեմ, որ սխեմային չեմ նայում ճիշտն ասած շատ անգամ։ Ուզում եմ ինքս ամեն ինչ մի անգամից։ Սխեման ավելի շատ օգնում է։ Հա։ Ընդհանրապես պետք է այսպես հարմարացնենք։ Այստեղ ում փակցնում ենք չար ինչ-որ կերպարա, հերոսը, այս է, նայեք, պատկերը,
չար հերոսի պատկերն ենք այստեղ փակցնելու։ Եվ պետք է մեր բարի հերոսը, որի անունը չեմ անում ճիշտն ասած, պետք է ինքը սա որտեղ էր։ Սա ինչ-որ միտեղ պետք է մի վարքյան նայենք, ամեն դեպքում պետք է նայեմ, ինչ-որ մի բան, ես եվի կրակելու սխեման է, բայց ոնց, այսպես չէ, ոչ մի կրակելու սխեմա չկա, ընդհանրապես սա ինչ-որ նոտաներ են, հայք, ու սա ոնց որ թե պետք է ինքը լուսարձակի, վերջ, բավական ծանր է, ասեմ ճիշտն ասած, սա դնում ենք ներսը, հա, վերջ, առաջ անգամ է ճիշտ այս մաքսի չէ, հսկա կինդերները հավաքում, ու մն ամեն ինչ պարզ է, վերջ, հավաքեցինք միասին, դուք էլ տեսաք, այստեղ չար հերոսի պիտակը կերպարն ենք ամրացնելու և ինքը խաղ ավելի շատ, եթե օրինակ այնտեղ Աննան ուղղակի ինքը ֆիգուրա, որը իմ համար ավելի նախընտրելի է, ես չեմ սիրում, երբ որ կինդերից դուրս է գալ ինչ-որ ֆլոմաստիր, մատիտ, ռետին, գրիչ, չգիտեմ, խաղ, ես ավելի շատ սիրում եմ այսպիսի կերպարներ, հավաքորդական, ավելի շատ իրանք ֆիգուրներ են, որոնք պետք է շարես իրար կողք հավաքես։ Ուրեմն այսպես մենք օգնում ենք, որպեսզի բարի կերպարը մի վարքյան, օպ, տեսակ, չար կերպարին հաղթում է, տապալում է, վերջ, հետաքրքիր էր, դες նայել եք, թե ինչ հավաքածուներ էր, այս բավական ծանրը, ուրեմն Աննան ունի իր հետ էկուդեկոր ձյամփաթիլները, որտեղ պետք է լինեն Աննայի և Էլզայի նկարները, այս կերպարի անունը եկեք նայենք, եկեք տեսնենք գրած պետք է լինի, հա, ինքն էլ է լուսարձակում, բայց Պոկեմոն, հիշում եմ, որ Պիկաչուն դեղինը պետք է լիներ, այս մեր դուրս եկած հերոսի անունը չկա ոնց որ գրած, ամեն դեպքում, եթե ինչ-որ մեկը գիտի, թե ինչ է այս հերոսի անունը, խնդրում եմ ասեք, գրեք, առաջի անգամ բացեցի հսկա կինդերները, ամենամեծ, եթե անկեղծ, հա, սառցե սիրտը ինձ ավելի շատ դուր եկավ, ես կգնահատեմ թեմաների զուտ համար, սառցե սիրտը կգնահատեմ, եթե 5 բալանոցով 5-ից 5, 10-ից էլ 10 կգնահատեմ, իրոք շատ հետաքրքիր է, շատ գեղեցիկ է, շատ մանրակրկիտ իր նույնիսկ հյուսքերը, իր փեշի գույնը, վրի նախշերը, նկարները, ընդհանուր կերպարը շատ ինձ դուր եկավ, ես կուզենայի, որ նաև լիներ այնտեղ տղա հերոս կա, նա էլ լիներ, իրանք ունեն նաև եղջերուի անուն, ինչ է, եղջերու չէր, մի խոսքով այս թեման շատ հավանեցի, 5-ից 5 եմ գնահատում, իսկ Պոկեմոնի թեման գնահատեմ երևի 5-ից 4, այսինքն այստեղ 5-ից 5, 10-ից 10, այստեղ 5-ից 4, 10-ից երևի ամենայն հավանականությամբ կդնեմ 8, ոչ թե 9, որովհետև Աննան ամեն դեպքում, սառցե սիրտը ամեն դեպքում ինքը ավելի ձմեռային թեմա էր, եթե ոչ հենց բուն ամանորյա, բայց Պոկեմոնը ընդհանրապես ամանորի հետ կապ չունեցող թեմա էր, և զուտ մուլտերը ես նայել եմ Ֆրոզենը, սառցե սիրտը, իսկ Պոկեմոնը ինձ այդքան էլ ինչ-որ բան չի հիշեցնում, այդ էլ ավելի սուբյեկտիվ, այս անգամ այսքանը, առայժմ